Երիտասարդների բարեխոս եւ հովանավոր Սուրբ Սարգիս Զորավարն ազգությամբ հույն է եղել, սակայն հայոց տիրան թագավորի օրոք եկել է Հայաստան եւ իր հոգեվոր գործունեությունը ծավալելի նպաստում է ժողովրդի։ Ամենայն հայոց հայրապետի տնօրենությամբ այսօր արդեն հունվարի 30-ը նշվում է որպես Սուրբ Սարգիս Զորավարի տոն։ Նվիրական ավանդույթի համաձայն Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսածուի կամ հարսնածուի երազահայտնությունը։ Մերօրյա երիտասարդները այս հավատալիքին մասամբ են հավատում։ Ճիշտն ասած, աղի բլիթ չեմ կերել, ջուրել խմել քնել եմ, բացի տեսել եմ, բայց որ ասեմ պարզ երազ եմ տեսել, չէ, սուրտ կլինի։ Իհարկե հավատում եմ, պատրաստվել եմ, կերել եմ աղի բլիթ եւ հուսով եմ, որ կտեսնեմ այն ասպետին, որն իրոք արժանի կլինի ինձ։ Սակայն հայ առաքելական եկեղեցու ծառայողներն աղի բլիթի հետ կապված ավանդությանը այնքան էլ խորհուրդ չեն տալիս հավատալ։ Այդ աղի բլիթը այնքան էլ ճիշտ չէ, որ քեզի բանանես, եթե սրտանց պայծողությունը պահես ու աղոտ կանես, Տերը ցույց կտա։ Խնդրես Սուրբ Սարգսի բարեխոսությունը, խնդրես Սուրբ Հովհաննեսի բարեխոսությունը, խնդրես Սուրբ Գևորգի, Սուրբ Աստվածածնի, առաքյալների, կկատարի խնդրանքը, Տերը անտես չի տոնի, կկատարի։ Արագահաս բարեխոսի տոնի կապակցությամբ Զորավարի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվել։ Մեր եկեղեցում միայն նախատոնակ է նշվել, չնայած դրան այսօր եկեղեցին եւս մարտաշատ էր, իսկ Սուրբ Սարգսի զորությանը ավագ սերնդի ներկայացուցիչները իրեն ժամանակին եւս հավատացել են։ Աղ եմ կերել ու տեսել եմ, աղի բլիթ չէ, աղ կերել ու տեսել եմ, ճիշտ է։ Երիտասարդները պատմում են, որ եղել է, բայց անձամբ ինձ հետ չի կատարվել այդպես բան։ Եղել է, իմացել եմ, շատ եմ իմացել։ Կատարվել է։ Երկար տարիներ ծառայելով ժողովրդին Սուրբ Սարգիսը 1036 զորավարների հետ պատերազմելիս նահատակվել է, բայց մահից առաջ Աստծուն ուղղված աղոթք է հղել։ Ով Տեր, ով որ ինչ նեղության մեջ լինում է, իմ անունը տալիս է, խնդրում եմ նրանց խնդրանքը կատարես։ Երկինքից Աստծուց հայրն լսվեց, ասավ, Օթևանը պատրաստած է Սուրբ Սարգիս քեզ համար երկինքի։ Իսկ ով որ քո անունից պայծողությունը պայեց եւ խնդրեց, ես կկատարեմ նրանց խնդրանքը։ Թերևս այդ պատճառով էլ հայոց սրբերի շարքին դասված զորավարին պաշտում ու մեծարում են մինչև այսօր, իսկ երիտասարդները իրենց ամենանվիրական երազանքների իրականացումը կապում են հենց նրա անվան հետ։ Անահիտ Նատարյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։